Փաշինյանը իհարկե զրոդացարում չի, ինքը գիտի ինքը ինչ անում։ Ինքը ամբողջությամբ ուզում է ինտեգրի Հայաստանը եւ տանի Թուրքիայից իրի մեջ, փոխի մի փոքր իրավիճակը եւ 3+3-ը ձևաչափը դարձնի Թուրքիան համաձայնվի Թուրքիան որպես առաջատար, ինչը այսօր Կոբախիձյանը իդեպ Թուրքիայում հայտարարել է, որ մենք Եվրամիություն ենք գնում Թուրքիայի պոչից բռնած, այդ PlayStation-ի կողքից փախցրած այդ ապուշը ասում է, որ ինքը Թուրքիայի հետևից է գնում Եվրամիություն, այսինքն ինքը բերն է բերան, հայտարարում է, որ ինքը չի գնում Եվրամիություն, որտեվ Թուրքիան չի գնում Եվրամիություն։ Թուրքիան չեն ընդունում Չէ, Թուրքիան չի գնում Եվրամիություն։ Թուրքիան կառուցում է մոդեռնիզացված Օսմանո երկիր։ Ինքը վերցնում է Սիրիան, ինչի հետ կապված իրենց շնորհավորեց Էրդողանը, որ ապրես, բանը, նույն բանն են, հա, Թրամփը։ Մի հիմարն է դա ասում է բանը, Սիրիային 2000 տարի ոչ մեկ չի գրավել։ Ծիծաղս եկավ, ասեցի լավ, պատմություն չգիտի մարդը, բայց ոչինչ, Էրդողանը տենց բան է, հա, բայց նորմալ։ Էս է իրանց մոտ, այսինքն Կոբախիձեն հայտարարում է, որ Վրաստանը Թուրքիայի պոչից բռնած գնում է, իրան թվում է Եվրամիություն։ Ցավոք սրտի Նիկոլն էլ է ուզում է, իրան կոմֆորտ է այդտեղ։ Թուրքիայի պոչից բռնած, պաչելու բանը մոտիկ է իր համար, ինքը տենց բան կանի, ոնց որ Տրամփն ասում զանգում են բան են անում, տենց էլ Նիկոլն է պատկերացնում, բայց սա սուտ է, սա չի աշխատի։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ չի Թուրքիայի պոչից բռնած ոչ միտեղ գնալ։ Ասեմ ավելին, բոլորին սա զարմացնում, Նիկոլին էս է պետք, ինքը էս է տեսնում, բայց մեր մոտ տենց մարդ չկա իրանից բացի։ Ինքն է մի քանի Լևոնախտով տարապող բան, այդ լիբերալներ, որոնք կապ չունեն լիբերալի հետ, իր թիմակիցներն են, որոնք դες պատկերացնում են մի մասը բոլորը չէ, որ Թուրքիան է իրանց պապան, իրանք ուղղակի Մոսկվան փոխում են Անկարայով այդքան բան։ Բայց համակարգը որն է, համակարգը չի ուզում մի կողմ, պատրաստ չի, չասեմ տենց, ազգը, չկա սոցիալական խումբ, նշանակալի, վիճակագրական նշանակալի սոցիալական խումբ, որը պատրաստ է ենթարկվել Թուրքիայի կամակատարությանը հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման։ Ճիշտ ձևակերպեցի, մի հատ էլ կարամ կրկնեմ, որպեսզի բոլորի մոտ մտնի։ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումը հիմա պայմանավորված կարող է լինել բացառապես նրանով, որ ինչ որ մի մեծ խաղացող փոխարինվի ուրիշ մեծ խաղացող, այսինքն Ռուսաստանը, որի հետ ակնհայտորեն արդեն ոչ բան չի լինում, պետք է փոխարինվի ինչ որ մեկ այլ խոշոր խաղացողով։ Այս խոշոր խաղացողը պետքա չունենա որևիցե արժեքանորմատիվ կառուցվածքային կամ տնտեսական ձգտում լինել եվրոպական քաղաքակրթության մաս, որովհետև եվրոպական քաղաքակրթության մաս կազմող երկրում ըստ միջազգային մամուլի Խաչատուր Սուքիասյանի հետ փոխկապակցված ընկերությունների հետ փոխկապակցված օլիգարխիկ կամ մեգադախլչի ընտանիքների անդամները նստում են, եթե իրանք Կրիվոյ Ռոգի երեխեքին սպանելու համար տալիս են գումար Ռուսաստանին, նստում են, շնորհավորում եմ, ըստ միջազգային մամուլի Խաչատուր Սուքիասյանը փոխկապակցված որպես անձ 15 միլիարդ դոլարի փող տված Ռուսաստանին մի քանի օր առաջ դարձավ 9 երեխայի սպանության հանցակից։ Այտենց է ստացվում այդ ընկերությունները, որոնք իրանց հետ փոխկապակցված են, փող են տվել, այդ փողերով Ռուսաստանը ըստ իրենց վիճակագրության գնել է էլեկտրոնիկա, այդ էլեկտրոնիկան գնացել է հրթիռներ, այդ հրթիռները խփել են Կրիվոյ Ռոգին։ Բարև ձեզ։ Հիմա փոխում է այդ Ռուսաստանը, փոխում է Թուրքիայով, իրան պետք չի, որ դա լինի Եվրամիություն։ Իրան պետք չի Եվրամիությունը կամ Եվրատլանտյան այդ կառույցները իրան պետք չեն, բացատրում եմ ինչու, որովհետև նույնիսկ այն փոքրիկ կոռուպցիան, որ ինքը հիմա sense պլստում է, անհետեթ հայտարարությունները, անպատասխանատու քայլերը որպես վարչապետ, հա, ասենք տնտեսությունը գավիժում է, խնդիրներ ունես տնտեսության հետ կապված, ֆոնդային բորսան մինչև հիմա չի աշխատում, բանկերը գերշահույթ են բռնում, մարդիկ ուտելու փող չունեն, ինչ որ այս ամեն ինչը միասին, եւ վարչապետը խոսում է իրական Հայաստանից, գրքերից, ինչ որ մի հատ գիրք կա, որ 7-րդ տարին է կարդում են, մարդու կնիկ չեմ հասկանում, այդ ինչ են այդքան կարդում Նելսոն Մանդելայի մասին, սպանեցին այդ նույն գիրքը կարդալով, ինչ է, Մանդելան մեռել է, այսինքն այնպես չի, որ ամեն տարի ավելանում են գլուխները, այդ մի քանի գլուխն է, պետք է որ կարդացած արդեն լինի։
Սա էլ է խնդիր, հասկանում եք, երբ եվրոպական քաղաքակրթության երկրի վարչապետը inspiration կամ ինչ-որ sense բաներ է գտնում, ոգեշնչող բաներ է գտնում հարավ-աֆրիկյան հանրապետությունում ապարտեիդի ընթացքում ճնշված ընդդիմադիր գործչի կյանքում, դա արդեն հոգեկան ինչ-որ բան է։ Ասենք, տենց մեկ է Մասկն է։ Հարավ-Աֆրիկայից ինչ գիտենք, Մասկը մեկ է Մանդելան, երկուսն մետառով են։ Ես չեմ հասկանում Նիկոլ Փաշինյանը ինչ է գտնում Մանդելայի կյանքում։ Դա ուղղակի մոդայիկ է։ Ես գիտեմ, որ դա մոդայիկ է։ Ես գիտեմ, որ այդ շրջանակներում լիբերաստական, այդ գերձախական, անիմաստ ձախական, որը որ նույնիսկ ձախ չինք ուղղակի, տենց զզվելի է, որ իրանց հետ խոսում ես։ Իրանց մոտ դա Մանդելա, բան, շուրսս բաներ են, բայց ոչ մեկ չգիտի Մանդելանով է։ Ոչ մեկ չգիտի, որ Մանդելան, ասենք, անձամբ նենց չի, որ չի մասնակցել այնպիսի գործողություններում, որոնց համար նաև եվրոպական երկրներում քրեական պատասխանատվություն է սպասվում։ Եվ բոլորը չեն ուզում կենտրոնանան այն փաստի վրա, թե Մանդելայի իշխանության գալուց հետո ինչ կատարվեց Հարավային Աֆրիկայում։ Դա եղել է մեր կյանքի, ես փոքր էի, բայց ես հիշում եմ այդ բաները, ես մի տեսակ ինձ համար տարօրինակ էր։ Եթե չեմ սխալվում, Դեբուրն էր վարչապետը, թե նախագահան, որը բան արեց, Մանդելան եկավ իշխանության, հետո 1 տարվա ընթացքում այնտեղ մի այլանդակ բաներ սկսեցին կատարվել։ Եվ այո, դա էլ է Մանդելան։ Այդ դրա մասին այդ գրքում չկա, պրոբլեմը Փաշինյանի նրանում է, որ ինքը չի կարողանում էքսպերտիզան չի հերիքում։ Ինքը պատրաստ չի կառավարելու, որովհետև ինքը ամեն ինչ ուզում է կառավարի դիսկրետ։ Ամենամեծ խնդիրը, որը Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները ունեն, դա այն է, որ իրանք չեն հասկանում, որ ժամանակը իհարկե իրանց համար դիսկրետ է, ընտրություններից ընտրություն, բայց ինքը չի կանգնում։ Այսինքն իրանք նենց չի, որ 0-ից են սկսել այս երկիրը կառուցել, ու նենց չի, որ իրանք պետք է վերջացնեն իրանք պատկերացրած պատկերը, հետո նոր հանձնեն երկիրը գնան։ Այտենց չի։ Եթե շախմատային ինչ-որ բարձա պատկերացնեք, իրանք ասենք, չգիտեմ, 13-րդ քայլին եկել են, ունեն մի քայլի հնարավորություն կամ 2։ Փաշինյանը փաստացի խոստովանեց, որ երկրի կառավարման հարցում կա ճգնաժամ։ Իհարկե, ինքը սրանից 1 տարի առաջ նույնիսկ ասեց, որ ես ամեն օր ինձ համար նոր բաներ եմ բացահայտում կառավարման համակարգում։ Այսինքն իր մոտ չի դադարում այդ ինչը լավ է։ Բայց ինքը 8-րդ դասարանում չի։ Հա, էտա, որ ինքը դեռ 8-րդ դասարանում չի։ Այդ ամենօրյա բացահայտումները շատ լավ են, սա խոսում է նրա մասին, որ ինքը կրթական խնդրեմ ունի։ Իրականում ըստ Ֆրեյդի տեսության, եթե դու զարգացման մի փուլը բաց ես թողում, հետո ինչ որ պահի դու սկսում ես այդ փուլին վերադառնալ։ Հիմա ինքը բաց է թողել կրթություն ստանալը։ Միացյալ Նահանգներում կարելի է այդպես լինի, որ նախագահը, բայց ի՞նչն է պաշտպանում երկիրը այդ դեպքում։ Միացյալ Նահանգներում պաշտպանող ոչինչ չկա այս պահին։ Չեք տեսնում, որ չկա։ Շուտ լրիվ նույնն է։ Ամենասկզբից ասել եմ սրանք, սա նույնն է։ Էն էլ է երազում տենց բանի, էն էլ է, ես ուղղակի զարմանում եմ, եթե խոսքը Տրամպի մասին է եւ Վենսի, դրանք պատուհաս են։ Հասնում է Ամերիկային մեր մեջ ասած, իրանք պետք է վայելեն սա, որովհետեւ կրթական համակարգը իրանք էլ են տապալել։ Ամբողջ ամերիկյան կրթական համակարգը վերածել էր մի, չգիտեմ, վերածվել էր մի բանի 10-15 համալսարանով 300 միլիոնանոց երկիր չես սպանում մարդիկ հիմա բան են անում, այն օրը Չիբուկչյանի հետ եմ խոսում, ասում է, չէ, սխալ ես, մեր մոտ օրինակ տենց չի, ասում դու Կալիֆոռնիայում ես։ Կալիֆոռնիան աշխարհի 5-րդ տնտեսությունն է։ Կալիֆոռնիան եթե առանձնանա, Կալիֆոռնիայի հանրապետությունը, ինքը ամենազարգացած երկրների շարքում կհայտնվի։ Նահանգը դառնա Հա, հանրապետություն։ դե չէ, հիմա ինքը նահանգ չի, հիմա ինքը կոչվում է Կալիֆոռնիայի հանրապետություն։ Ու գրիզլի արջ է իր բանի վրա, իդեպ ասեմ։ Բայց եթե գնում ես այդ բաները, այն նահանգները, որտեղ որ այդ Տրամպի հիմնական կողմնակիցներն են, որտեղ մարդիկ հավատում են, որ չգիտեմ, QAnonներին, տարբեր պիցցա գեյթերին, տարբեր բաներին, որ Զելենսկին 4 հատ յախտա ունի, որ ինչ-որ բան է, որտեղ JD Vance-ը մեծանալուց թմրամոլ կնոջ ընտանիքում մեծանալուց հորը չճանաչելով կենակցել է բազմոցը, որտեղ ուրիշ կենակցելու բան չի ունեցել, սա բավականին տխուր իրավիճակ է։
եւ այն որ այդ խոստովանությունը անող մարդը կարա դառնա փոխնախագահ, խոսում է Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ ընտրազանգվածի որակների մասին։ Այդ գիրքը հրապարակված է, չէ։ Այսինքն ակնհայտ է, չէ, որ ինքը հոգեկան խանգարում ունեցող մարդ է։ Ինքը անգրագետ է, ինքը կանգնում է Եվրոպայում փորձում է բան բացատրել։ Դե ժողովրդավարությունը ո՞րն է։ Մարդ, ով որ կներեք էլի, չի կարա ինքը իր ընտանիքում չի կարա թելադրի, թե ժողովրդավարությունը որն է։